Բարև օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը ապրիլի 15-ը չորեքշաբթի։ Մայիսի 3-ից 5-ը Հայաստանի օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը, տեղեկացնում են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Ժամանակավոր արգելքը պայմանավորված է մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք եվրոպական 8-րդ գագաթնաժողովի լայնամասշտաբ միջոցառումներով եւ օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների այցով։ Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում։ Անվերջնական հաստատման համար կներկայացվի ու կքննարկվի հաջորդ շաբաթ նախատեսված Եվրամիության արտգործնախարարների նիստում։ Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը առաջարկ է ներկայացրել առաքելության մանդատի կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի Եվրամիության առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից, ռազմավարական գործնական խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրելով նախարարությունների եւ անվտանգային ոլորտի գործակալություններին։ Առաքելությունը պետք է նաեւ գնահատի ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի եւ արձագանքի հիբրիդային սպառնալիքներին Եվրամիության մեթոդաբանությունների եւ ստանդարտների համաձայն։ Այսօր ազգային ժողովում քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-ից 2025 թվականների գործունեության մասին հաղորդումը։ Ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Վահագն Հովհակիմյանը նշել է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում տեղի են ունեցել 4 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ կենտրոնական հանձնաժողովի համար ամենամեծ ձեռքբերումն այն է եղել, որ բոլոր այդ ընտրություններում բողոքարկումներ չեն եղել։ Հովհակիմյանը անդրադարձել է նաեւ ազգային ժողովի սպասվող ընտրություններին։ Այստեղ մեզ համար կոնկրետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար շատ կարևոր է, որպեսզի ընտրությունները ավարտվեն քվեարկության փուլով։ Մենք այս մեր գերնպատակը փորձել ենք պարզ ձևակերպել ընտրությունների ավարտ քվեարկության փուլով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե քարոզարշավի մինչ քվեարկությունը ընտրական պայքարի փուլում ինչպիսի քաղաքական իրավիճակը, քաղաքական կուսակցությունները, մասնակիցները ինչպիսի սրությամբ կբանավիճեն, կմրցակցեն, որպեսզի ընտրությունները այնպես կազմակերպվեն, որ դրանց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցի։ Եվ սա մեզ համար ամենակարևոր առաքելությունն է, որովհետև եթե ընտրական համակարգին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողվում է ընտրությունները այնպես կազմակերպել, որ արդյունքները մասնակիցների կողմից, հանրության կողմից ընդունվում են անվերապահորեն, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական համակարգը կարող ենք ասել, որ հաջողել է։ Այս նպատակով ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպում, թափանցիկություն եւ հաշվետվողականության բարձրացում, տեխնոլոգիական զարգացում, ընտրողների կրթություն եւ իրազեկման բարձրացում, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացում։ Սա ես թվարկում եմ մեր ռազմավարության, այսպես ասենք, անկյունաքարային կետերը շատ այսպես կրճատ տարբերակով, բայց պիտի արձանագրեմ, որ այս ամենը ինչ ես թվարկում եմ, ըստ էության բոլոր մեր նախապատրաստական կազմակերպչական գործընթացների հիմքում ընկած է ուսուցումը։ Տարիների փորձը ցույց տվեց, որ ընտրությունների ժամանակ հնարավոր բոլոր խնդիրների ակունքը դա գիտելիքի պակասն է։ Այդ թվում տեղամասերում խնդիրները կամ նույնիսկ քարոզարշավի ընթացքում ի հայտ եկող խնդիրները մեծամասամբ խնդիրները, ես նկատում եմ քրեաիրավական դաշտի, խնդիրները, որոնք որ ի հայտ են գալիս ընտրությունների ժամանակ,
հիմնականում պայմանավորված են գիտելիքի պակասով։ Եվ սա է մեր այն մոտեցման պատճառը, որ մենք փորձում ենք ընտրություններին ներգրաված բոլոր սուբյեկտների համար կազմակերպել դասընթացներ անդադար։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել գործարար Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը, որը շատ կարճ է տևել, քանի որ կողմերի միջնորդությունները լսելուց հետո դատարանը նիստը հետաձգել է։ Այն կկայանա ապրիլի 17-ին։ Տեղեկացնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել նրա տնային կալանքը։ Լիբանանն ու Իսրայելը վերջին 3 տասնամյակների ընթացքում առաջին դիվանագիտական բանակցություններ են անցկացրել Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ խմբավորման միջև մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով կազմակերպված եզակի հանդիպմանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի միջնորդությամբ են անցկացվել բանակցությունները, ասել է, որ սա պատմական հնարավորություն է Հեզբոլլահի ազդեցությանը վերջ դնելու համար։ Միացյալ Նահանգների հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ, որոշվելիք ժամանակին եւ այրում։ Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է զինաթափել բոլոր ռազմական խմբավորումները հողում անելով Հեզբոլլահին։ Լիբանանը կոչ է արել հրադադարի եւ միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Նրանց միջև վերջին ուղիղ բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել 1993 թվականին։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը նախորդին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են մեծ գործարք կնքել Իրանի հետ։ Նրա խոսքով Իրանի բանագնացները եւս ցանկանում են մեծ գործարքի գնալ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև կա մեծ անվստահություն, որը չի կարող մեկ գիշերում վերանալ, հայտարարել է Վենսը, եւ նա դրական է գնահատել ներկայիս դիրքը։ Ավելի վաղ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ առաջիկա 2 օրերին տեղի կունենա Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլ, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այս ընթացքում Միացյալ Նահանգները որոշեց շրջափակել իրանական ավանդույթները եւ հիմա Միացյալ Նահանգները հայտարարում է, թե դրանք ամբողջությամբ շրջափակված են։ Խաղ նպատակներով ուրանի հարստացման Իրանի իրավունքն անբեկանելի է։ Այս մասին է ասել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների զրույցում։ Նրա խոսքով, թե ինչպես Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում կորոշի իրականացնել այդ իրավունքը, դադար կվերցնի, թե կպնդի, որ այդ իրավունքը կպահպանվի, ցանկացած մոտեցում հիմնված այդ սկզբունքի վրա կընդունվի ռուսական կողմից, նշել է Լավրովը։ Միաժամանակ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կարող է լրացնել Չինաստանում առաջացած էներգետիկ մատակարարումների պակասը, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցի շրջափակմամբ։ Ախուրյանի տարածաշրջանի 12 գյուղերի ջրամատակարարման համակարգը նորացվել է։ Վերակառուցվել է 310 կիլոմետր երկարության բաշխրի ցանց, ինչի արդյունքում Ախուրյանի բնակավայրերը շուրջօրյա խմելու ջուր են ստանում։ Ամբողջ ծրագիրը գերմանական KfW բանկի միջոցներով է իրականացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Առաջ այո, վատ էր, սետկա կտնեին տեղեկը կրանտի, նոր այդ ջուրը մակուր կար, ջուրը երացնենք, նոր փոքրիկներին կուտայինք, բայց հիմա լավ է։ 50 տարուց ավելի կապսի բնակիչներին խմելու ջուրը հասել է հին ջրակծերով։ Գետնի տակ դրանք արդեն փտել էին, ժանգոտվել։ Հաճախակի վթարներն էլ անպակաս էին, օրերով ջուր չունենալու խնդիրները նույնպես։ Եկած ջուրն էլ մաքուր չէր, դույրերի, ամանների հատակին նստվածքներ են եղել։ Խողովակների միջից ինչ ժանգաչուր, կորոզիա ենթարկված խողովակ է, որոնք հիվանդություններ կային, միջարներ էր գալիս, ամեն ինչ։ Եղդոտ ջուր էր, նույնիսկ քլոր չէր բանել մեջ ինձող, որտեղ կար, եթե տրում էր նոր այդ խողովակներ փչացած եղավ, արդեն ժանգահամը էր գալիս։ Վարի տներունը ջուրը կար, ասենք վերևի տներունը քիչ էր էլի։ Ցանցը նորացնելուց հետո ջուրը նաև գյուղի վերին թաղերի տներ է հասնում։ Հին մաշված 6.5 կիլոմետր երկարության ցանցն ամբողջովին է նորացվել։ 240,000 եվրո ներդրման արդյունքում ոչ միայն բաշխիչ ցանցն է փոխվել, նաև ներտնային միացումներն են կատարվել։ Խմելու ջուրը տուն հասնելու համար բնակիչը ծախսեր չի կատարել։
Ջրակորուստները բավականին մեծ էին, ջրամատակարարման համակարգի վերակառուցումից հետո գրեթե հոսակորուստներ չկան, 188 բաժանորդ ունի համայնքը եւ բոլոր 188 բաժանորդները բավարարված են շուրջօրյա որակյալ ջրամատակարարմամբ։ Ընդհատումներ եղել ջրամատակարարման, ջրագծերի վտարներ եղել շատ, իսկ հիմա այդ խնդիրներ չկա, վերացվել է սա։ Կապսում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները սկսվել էին 2023 թվականից, մեկ տարի առաջ են ավարտվել։ Ժայռային գրունտներով տարածքում ամենաբարձր ջրաշինարարների համար եղել են փորման աշխատանքները։ Այն ժամանակ, որ կառուցել են, տեխնոլոգիաներ չեն ունեցել, որպեսզի խորություն ապահովեն, խողովակները եղել են երեսային, մակերեսային, տեխնիկայի անցուդարձից վթարներ, իրանց փտած վիճակից վթարներ, շատ բարդ էր իրականացնել։ Նույն բարդություններին շինարարը հանդիպել է նաև տարածաշրջանի մյուս 12 գյուղերում, որոնք ևս արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ։ 370 կիլոմետր երկարության ցանց է նորացվել։ Միևնույն ժամանակ գյուղերը սնուցող 11 ջրամբար է վերակառուցվել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11.5 միլիոն եվրո։ Գյուղերի այս հիմնական կարիքը բավարարված է արդեն, իսկ ջուրը հիմնական կարիք է բոլորի համար։ Կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր բնակավայրերն ունենան շուրջօրյա ջրամատակարարում, շատ ուրախ ենք, որ մաս են կազմել այս անչափ կարևոր ծրագրի։ Սարերի երկիր Հայաստանում չի կարող լինել մի բնակավայր, մի տուն, որտեղ ջուր չկա։ Եվ մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնց աջակցությամբ կարողանում ենք նաև մեր գյուղերի բնակիչներին ջրով ապահովել։ 12 գյուղերում 24-ժամյա խմելու ջուր ունենալու հարցը լուծված է, բայց բնակավայրերի համար խնդիր է մնում կոյուղատար համակարգերի նորացումը։ Ծրագրով կոյուղատար ցանցի նորացման բաղադրիչը այս բնակավայրերի համար ներառված չէ։ Գերմանական KfW բանկի ներդրումային ծրագրի շրջանակներում միայն Գյումրիում նախորդ տարիներին ընդհանուր առմամբ 11 կիլոմետր երկարության կոյուղատար համակարգ է փոխվել։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Ինչպես կարող են մասնակցային բյուջետավորման համակարգը կանաչ էներգիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները զարգանալ ոչ միայն պետական ռազմավարությունների, նաև անհատների նպատակադրված աշխատանքի շնորհիվ։ Այդպիսի գեներացվող գաղափարների շուրջ էր ներկայացնում է Շիրակը զարգացման պատմություններ խորագրով միջոցառումը։ Գյումրիում Պեչակուչա նորարարական ձևաչափով կազմակերպված միջոցառման ընթացքում 7 խոսնակներ մեկ բեմից ներկայացրել են իրենց անցած ճանապարհը, խոսել հաջողությունների, հանդիպած մարտահրավերների եւ դրանց հաղթահարման փորձի մասին։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանության համագործակցությամբ։ Սովորել խոսել, երբ մյուսները լռում են, ստեղծարար միտք ունենալ ու առաջ մղել գաղափարներ, երբ հնարավորությունները սահմանափակ են, իսկ ռիսկերն անհաշվելի։ Այդպիսի փորձառություններով անցած պատմությունները բեմից ներկայացրին տարբեր ոլորտներում հաջողությունների հասած խոսնակները։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի ինչ-որ փուլում իրագործել է ինքնատիպ, երբեմն անգամ անհնար թվացող գաղափարներ, դառնալով օրինակ իրենց քայլերում դեռևս երկմտող նորարարների համար։ Աննան խիզախողներից մեկն էր, ով իր թիմի հետ Կրաշեն գյուղում բացի դպրոց վերանորոգելուց իրականացրել է մի շարք այլ ծրագրեր։ Որոշեցինք ամբողջապես վերանորոգել դպրոցը արտակուստ եւ ներքուստ, տեղադրելով արևային վահանակներ, ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաեւ Բաքվում տնկեցինք 50-ից ավելի պտղատու ծառեր եւ Գյումրու արվեստների ակադեմիայի ուսանողները դպրոցի պատին նկարազարդեցին հայկական թռչնագրեր։ Քանի որ մեր նպատակը ապագայի արևային գյուղ ունենալն է, մենք չսահմանափակվեցինք միայն դպրոցով, որոշեցինք գյուղում տեղադրել ֆոտովոլտային կայաններ, որոնք ապահովում են խելացի գիշերային լուսավորություն։ Կենսական նշանակության փոփոխություններով գյուղն ավելի գրավիչ բնակավայր դարձավ, տեղական ներուժը ներգրավեց աշխատանքներում, ստեղծելով նոր հնարավորություններ եւ ապահովելով համայնքի երկարաժամկետ զարգացումը։ Որպես հնարավորությունների շարունակական զարգացման օրինակ, խոսնակներից յուրաքանչյուրն իր գաղափարներում հաջողել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանության համագործակցության շրջանակում։ Գերմանական պետության եւ GIZ-ի շատ sense մեծ աջակցության հաշվին Գյումրիում Գայի փողոցում կենտրոնական այգու հարևանությամբ հիմնեցինք այս փոքրիկ անկյունը։ Այնտեղ մենք սիստեմատիկ արդեն սկսեցինք զբաղվել այս ամենով։ Սկզբից
այս մեքենայով մարդկանց գույքը ամեն ինչ նվափոխում ենք սարեր, նկարում աշխարհի չեմպիոն սնոուկայթինգի, ով եկավ Աշոտսկ եւ եկավ հաստատելու մեր այն միտքը, որ Աշոտսկ եւ Հայաստանի հյուսիսը ունի ահռելի պոտենցիալ սպეციფიկ սպորտաձևերի եւ սպეციფიկ զբաղմունքների համար։ Շիրակի հյուսիսը Աշոտսկը իր ողջ գրավչությամբ կայտինգի արկածային սպորտաձևի կարևոր կենտրոններից մեկը դարձնելու գաղափարի հեղինակ Տիգրան Պետրոսյանը իր նպատակին հասել է։ Լեռնային туриզմի սիրահարների համար Աշոտսկն այժմ նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է։ Առանձնահատուկ էր նաև ներկայացման ձևաչափը։ Խոսնակներն իրենց ամիսների ու տարիների աշխատանքը ներկայացնում են ճապոնական Պեչակուչայի օրինակով 20 պատկեր, յուրաքանչյուրին ընդամենը 20 վայրկյան տրամադրելով։ Յուրաքանչյուր խոսք ու պատկերը վերածվում էր մոտիվացիայի, գաղափարները գործնական փուլ տեղափոխելու համար։ Սա կարևոր մասնակցային ծրագիր է, որտեղ առանցքային դեր ունի հետադարձ կապը։ Միգուցե կան մարդիկ, որոնք ունեն պատմություններ, որոնք ցանկանում են կիսել մյուսներին ոգեշնչելու համար կամ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, որոնք կարիք ունեն իրենց գաղափարների առաջ մղման։ Կան նաև նրանք, որոնք պարզապես ունեն ասելիք, փնտրում են հարթակ իրենց նախաձեռնություններով հանդես գալու համար։ Մենք այն հարթակն ու հիմքն ենք, որը հնարավորություն է տալիս ասելու, կիսվելու, ոգեշնչելու եւ միաժամանակ աջակցելու համայնքային ու հանրօգուտ գաղափարների իրականացմանը։ Միջազգային այս ձևաչափով իրականացվող միջոցառումը, որը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում, հնարավորություններ է բացում նաև այլ երկրների հետ, ներգրավելով տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ձևավորել կապեր համայնքային զարգացման առաջադեմ լուծումներ գտնելու եւ իրագործելու նպատակով։ Մենք այս ծրագիրն իրականացնում ենք մի շարք երկրներում, արևելյան գործընկերության շրջանակում, այդ թվում Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում։ Յուրաքանչյուր նման մոտիվացնող պատմություն եւ նախաձեռնություն դառնում է կապող կամ մուրջ մշակութային փոխշփման, փորձի փոխանակման գործընթացում, ստեղծելով հիմք ոչ միայն լսված գաղափարների կյանքի կոչելու, այլև կարիքները բացահայտելու եւ դրանց լուծման միջոցով ավելի նորարար ու զարգացած հասարակություն ձևավորելու համար։ Պեչակուչան կշրջի նաև Հայաստանի այլ մարզերում, բացահայտելով տարբեր վայրերում թաքնված պոտենցիալն ու հնարավորությունները, ստեղծարար մարդկանց, իրենց հաջողության պատմություններով։ Միևնույն ժամանակ շատերի համար այն կարող է դառնալ հարթակ, առաջին քայլերն անելու եւ սեփական գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հաջամիլարոսում այսքանը ծանոթացեք նորությունների մեր հաջորդ թողարկմանը։